Երեք հայկական լրահոսում տարածվեց բավական հետաքրքիր մի տեղեկություն, որի համաձայն Եվրամիության ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանը իրենց է դիմել նախընտրական շրջափուլում այսպես կոչված հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար օգնություն ստանալու նպատակով։ Ընդհանրապես մենք ֆիքսում ենք, որ Եվրոպական միությունը շարունակում է փորձեր անել միջամտել Հայաստանի ներքին գործերին եւ երեկվա հայտարարությունը փաստեց, որ Հայաստանի իշխանությունների ձեռամբ այլևս հայկական կողմը հանդիսանում է պրոքսի Եվրոպական միության իր աշխարհաքաղաքական շահերը իրացնելու համատեքստում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի հետ։ Բարև պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նշեցի, ինչպիսի հայտարարություն տարածվեց երեկ Եվրամիության ներկայացուցիչի կողմից։ Սա ձեզ ինչ է նշանակում եւ ինչպիսի վտանգների ենք մենք հանգելու այս գործընթացի համատեքստում։ Սրա նշանակությունը շատ հստակ է։ Այստեղ երևի նույնիսկ մեկնաբանելու կարիք չէր լինի, եթե մեր քաղաքական խոսույթը այս աստիճանի այլասերված եւ աղճատված չլիներ։ Ամեն ինչ շատ պարզ է, ամեն ինչ շատ հստակ է։ Հայաստանին իսկապես ներքաշել են աշխարհաքաղաքական հակամարտության այդ որոգայթի մեջ եւ Հայաստանը, այսինքն ոչ թե Հայաստանին ներքաշել են, Հայաստանին իհարկե ներքաշել են, բայց Հայաստանը դա արել է կամավոր եւ մեծագույն էնտուզիազմով, ինչ որ առումով նույնիսկ Հայաստանը ինքն է նախաձեռնող կողմ եղել այդ ամեն ինչի մեջ ներքաշվելու, որովհետեւ Հայաստանի այսօրվա իշխանությունների հիմնական օրակարգը, հիմնական գերնպատակը, շատերին թվում է, թե այդ գերնպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Իմ խորին համոզմամբ գերնպատակը երկրի ստրատեգիական օրիենտացիան փոխելն է, այսպես կոչված ռուսական լծից ազատվելը եւ արևմտյան լծի տակ լավ, եթե իրենց տեսանկյունից ասենք, արևմտյան կառույցների մեջ ինտեգրվելը, արևմուտքի հետ ինտեգրվելը եւ իմ խորին համոզմամբ Ադրբեջանի հետ ընթացող այս process-ը, որտեղ Հայաստանը իսկապես պատրաստ է ամեն ինչ զիջել, որևէ դիմադրության բան չենք տեսնում, մտադրություն, որևէ դիմադրության նշույլ չենք տեսնում, պատրաստ է ամեն ինչ զիջել հանուն այդ նպատակի, նույնիսկ մեծագույն զիջումների, նույնիսկ մեծագույն ռիսկեր Հայաստանի վրա հրավիրելու գնով, եթե դա կհեշտացնի, եթե դա ավելի սահուն կդարձնի այդ ծրագրի իրականացումը։ Եվ հետևաբար ես իսկապես շատ զարմացած չեմ այս հայտարարությունը։ Զարմացած եմ միայն այն առումով, որ կարծես թե նույնիսկ փորձ չեն անում այլևս ինչ-որ բաներ թաքցնելու, բոլորը կարծես թե հանել են իրենց դիմակները, եւ միայն այս հայտարարությունը չէր։ Սրանից մի քանի օր առաջ էլ այդ ինչքան էր 15 միլիոն եվրոյի այդ աջակցությունը նույն արդարացմամբ նույն սկզբունքով Հայաստանին հատկացվեց, ինչ որ ընտրություններից առաջ հիբրիդային հարձակումներին դիմակայելու նպատակով։ Ինչ է նշանակում հիբրիդային հարձակում, ինչի մասին է խոսքը, ոչ մի հստակություն չկա, ուղղակի այդ ռոպագանդան այն աստիճանի արմատավորվել է Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում, այն աստիճանի ինտենսիվությամբ եւ ծավալով է դա արվել, որ շատերի մոտ դա արդեն բնական ինչ-որ վիճակ է, դեֆոլտ տրամադրություն կամ մտայնություն է, որ դե իհարկե ռուսները խառնվում են ընտրություններին ամենուրեք եւ անդադար եւ դրանից պետք է պաշտպանվել, ինչ որ պրոպագանդիստական միջոցներ է պետք ձեռնարկել, որևէ մեկը, որ այդ եվրոպական միության չէ, այդ արևմուտքի ինստիտուտների հետ ինտեգրվելու դեմ ինչ-որ բան կասի կամ այդ ստրատեգիական օրիենտացիան փոխելու դեմ ինչ-որ բան կասի, բնականաբար դա ավտոմատ կերպով դասվում է ռուսական հիբրիդային հարձակում իրականացնող ինչ-որ ագենտի այդ պիտակ է այդ մարդկանց վրա փակցվում եւ վստահ եմ նաեւ ասենք այդ օրինակները բերվում են արդարացնելու համար, թե ինչու սա անհրաժեշտ է, բայց կոնկրետ փաստեր, կոնկրետ
ինչ որ տրամաբանություն դրա մեջ չկա եւ այն բաները, որ 16 թվականից Միացյալ Նահանգներում սկսեցին ծավալվել այս խոսակցությունները, որ ռուսները միջամտել էին ընտրություններին, այնտեղ էլ դա դարավ բան, ուղղակի նորմալացված խոսույթ դարձավ բոլորի մոտ, ասենք, եթե ինչ որ 17-18 թվականներին ինչ որ քաղաքակիրթ միջավայրում եթե ասեիր, որ փաստեր չկան դրա վերաբերյալ, ես կարողանային որպես ինչ որ ծայրահեղականի եւ այլն, բայց հիմա գոնե այնտեղ շատ լավ ժուրնալիստների, լավ լրագրողների ջանքերի շնորհիվ բացահայտվել է, որ դա կառուցված էր ընդհանրապես ինչ որ ավազի վրա կառուցված խոսույթ էր, դրա տակ ոչ մի հիմք չկար, դրա տակ իրականում կային բազմաթիվ ստեր, ստահոդ ինչ որ բաներ, կեղծված փաստաթղթեր եւ այլն եւ այլն։ Բայց միևնույն է, երբ որ եթե այդ ուժերը մտադրված են նման խոսույթ ձևավորելու, արմատավորելու, նրանց դա կհաջողվի անկախ փաստերից եւ ցավոք մեզ մոտ նույնպես դա հաջողվել է։ Մենք մեր աչքի առջև ունենք մոլդովական սցենարը, որի շրջանակներում ընտրություններից առաջ անգամ եղան տեխնացուներ կամ ուժեր, որոնց չգրանցեցին։ Այո։ Եվ տեսեք, այս դիրքավորումը Եվրամիության կողմից արդյոք մեզ թույլ է տալիս փաստել, որ Եվրոպական կողմը Փաշինյանին պարզապես քարտ բլանշ է տալիս Հայաստանում վերջնականապես կոշտ ավտորիտարիզմ հաստատել եւ մեկուսացնել բոլոր քաղաքական հակառակորդներին, քաղաքական ընդդիմախոսներին եւ այլ ավելի մեծացնել բռնաճնշումների այն ալիքը, որը որ վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք։ Դա նույնիսկ արդեն ենթադրությունների կամ կանխատեսումների հարց չի։ Մենք արդեն դրա օրինակները ունենք։ Ես պատկերացնում եմ ինչ տեղի կունենար որևէ հակաարևմտյան կամ ոչ պրոարևմտյան իշխանության հետ, որոնք ձերբակալ էին եպիսկոպոսների, որոնք Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի պես ինչ որ լրագրողների ձերբակալ էին այդ արդարացմամբ, այն էլ ԱԱԾ-ի այդ խուզարկություն, այդ տեսակ այդ ներխուժել ստուդիա, հետո այդ կալանքի բանը խափանման միջոցը որպես կալանք ընդունել ինչի համար, որովհետև ինչ որ հայհոյանքի պատասխանել էին, չէ՞, ի վերջո դա էր ընդհանրապես Ալեն Սիմոնյանի հայհոյանքին պատասխանել էին հայհոյանքով կամ ինչ որ կոպտորեն պատասխան։ Եթե նույնիսկ պատասխան չէ, եթե նույնիսկ հայհոյել էին բան, այսինքն նորից եմ ասում, եթե դա ոչ պրոարևմտյան իշխանություն լիներ, դրա համար շատ մեծ գին կվճարեին, շատ մեծ աղմուկ կբարձրանար այդ տեսակ վարքագծի համար։ Այդ լռությունը, որ մենք տեսնում ենք այսօր, ես մի առիթով եմ սա ասել, ամերիկացիները սիրում են այս դեպքում ասել, նրանց լռությունը խլացուցիչ է։ Շատ պերճախոս է այս լռությունը, այս տեսակ վարքագծի դեմ ընդհանրապես որևէ եվրոպական կառույցի կամ որևէ եվրոպական երկրի իշխանության կողմից, եթե շատ կոշտ քննադատություն չկա, եթե հորդորներ կամ պահանջներ չկան վարքագիծը փոխելու, արդեն կարող ենք շատ առանց չափազանցության ենթադրություն անել, որ այդ կարտ բլանշը կա։ Ի վերջո Հայաստանը միակը չի, դուք ճիշտ նկատեցիք, մոլդովական օրինակը կա, ավելի կոշտ օրինակ կա, Ռումինիայի օրինակը, որտեղ նույնպես ուղղակի չեղարկեցին ընտրությունները, մինչև չկարողացան անցկացնել իրենց ուզած տեխնացուին։ Սլովակիայի վրա այդ ճնշումը կար ժամանակին, Հունգարիայի վրա այդ ճնշումը կա, որ եթե նրանք չփոխեն իրենց վարքագիծը եւ նրանք այդ շատ հեզ կերպով չենթարկվեն Եվրոպական միության օրակարգին, նրանք նույնպես արժանանալու են ինչ-որ պատժամիջոցների կամ ինչ-որ հակազդեցության կոշտ եւ այլն։ Այսինքն օրինակները բազմաթիվ են, Վրաստանի օրինակը։ Ինչ տեղի ունեցավ Վրաստանում։ Կես փաստ չունեին պնդելու, որ Վրաստանում ընտրությունները կեղծվել են։ Կես փաստ կոնե չունեն։ Իրենց բերանով ասեցին, որ այդ փաստերը չունեն։ Բայց ի՞նչ էր, առավոտից իրիկուն այդ Եվրոպական միությունը զբաղված էր այդ քննադատությամբ այդ իշխանությունների, որ չգիտեմ էլ ինչ հողի վրա էին քննադատում, ել չեմ խոսում Վրաստանի այդ պրոարևմտյան ուժերի վարքագիծը, ոստիկանների վրա պիտարդաներով կրակում էին։ Ինչ ասեմ, սա ժամանակին, եթե նույնիսկ բավականին քողարկված էր այս վարքագիծը, ժամանակին եթե ինչ-որ նույնիսկ արժանահավատությունը
պահպանելու քայլեր էին արվում, որպեսզի այս աստիճան գռեհիկ չլինի ամեն ինչ։ Հա, հիմա կարծես թե բոլորը դիմակները հանել են եւ շատ հստակ է, որ մենք ներքաշված ենք այդ աշխարհակաղակական հակամարտության մեջ եւ եթե ժամանակին Հայաստանի հետ հույսեր չէին կապում, որովհետեւ մտածում էին, որ շատ փոքր է հավանականությունը, որ Հայաստանը այդ տեսակ ռիսկի կգնա, ունենալով այն խնդիրները, որ ունի, ունենալով այն կախվածությունը, որ Հայաստանն ունի Ռուսաստանից, եւ Հայաստանը կարող է նույն տեսակի քաղաքականություն որդեգրել, ինչ ասենք Ուկրաինան կամ Վրաստանը ժամանակին, բայց ի զարմանս իրենց նույնիսկ Հայաստանը կարծես թե պատրաստական էր այդ նույն կարգին լծվելու եւ ինչ ասեմ, հատկապես 22 թվականից հետո Ուկրաինայի պատերազմի էսկալացիայից հետո, երբ արևմուտքի ուզած սցենարով այդ պատերազմը չընթացավ, նրանք սկսեցին համարել, որ նույնիսկ այս գնով, նույնիսկ այդ փոքր գլխացավանքը, եթե կարողանան սարքել Ռուսաստանի համար, իմաստ ունի դա անել, եւ մենք ասում եմ, մենք մեր կամքով ներքաշվել ենք այդ բանի մեջ, իհարկե մեզ մոտ արդարացումները բազմաթիվ են, որ դա իրականում մեր նախաձեռնությունը չի, այլ դա արձագանքն է Ռուսաստանի քաղաքականությանը եւ այլն։ Բայց դրանք որևէ քննադատության չեն դիմանում այդ փաստարկները եւ մենք իսկապես շատ վաղուց այդ մտադրությունը մեր իշխանություններ ունեին, այդ իղձը մեր իշխանություններ ունեին եւ հիմա մենք տեսնում ենք դրա իրականացման ընթացքը։ Դուք խոսեցիք իմ մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի գործի մասին։ Ինչպիսին կլիներ նույն արևմտյան երկրներում արձագանք կամ արդյոք նմանատիպ երևույթ կլիներ, եթե մեդիա դեմքերին եւ ոդքասթի համահեղինակներին կալանավորեին, հա, նույն արևմտյան երկրներ, Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, արդյոք մենք այսպիսի աբսուրդ երևույթի ականատես կլինեինք։ Գիտեք, մի 20 տարի առաջ եթե այս հարցը տայիք ինձ, ես կասեի, որ ես նույնիսկ չեմ պատկերացնում նման բան։ Բայց այսօր արևմուտքում էլ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, այդ տեսակ բաները ագին ծանր ճնշումների տակ են հայտնվել եւ ինձ համար օրինակ շատ կարևոր ռուբիկոն էր բանի նկատմամբ վերաբերմունքը, Ջուլիան Ասանժի նկատմամբ վերաբերմունքը, որը ուղղակի ինձ թվում է արևմուտքի մեծագույն խայտառակություններից էր վերջին տասնամյակներում։ Եվ այսօր այլևս դժվար չի պատկերացնել, որ մարդկանց կարող են պատժել, մարդկանց կարող են ազատությունից զրկել կամ մարդկանց կարող են իրենց գործունեությունը խոչընդոտել իրենց խոսքի ազատության իրավունքները կամ ակադեմիական ազատությունները իրականացնելու համար։ Վերջերս օրինակ մեզնից ոչ հեռու գտնվող մի քոլեջում այդ ցմահ պաշտոնավարության իրավունք ունեցող մի դասախոսի հեռացրեցին աշխատանքից, որը չգիտեմ էլ ոնց դա նրանց հաջողվեց, ինչպես կարողացան անել, որովհետև այդ կինը քննադատել էր Իսրայելին, ընդ որում ինքն էլ հրեա էր այդ կինը, եւ նրան գործից հանեցին։ Բազմատեսակ ճնշումներ կան, ինչ որ ժուրնալիստների նկատմամբ, անընդհատ սպառնալիքներ, որ նրանց կարող են դատի տալ զրպարտության կամ չգիտեմ այդ տեսակ բաների համար, ել չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը եթե այս կամ այն խոսույթից շեղվում է, ասենք դեմոկրատների այդ խոսույթը, որ 16 թվականի ընտրությունները գողացել էին, հա, նրանք կարող են ուղղակի persona non grata դարձնել իրենց շրջապատում, նրանց կարող են թույլ չտալ, չգիտեմ, ինտերվյուներ չտալ, մեկուսացնել եւ այլն եւ այլն։ Այդ տեսակ ճնշումներ արևմուտքում կան ու նորից, այսինքն այնպես չի, որ միշտ խոսքի ազատությունը սրբորեն պաշտպանվել է արևմուտքում, բայց մեխանիզմները մի քիչ ավելի նուրբ էին։ Հիմա այնտեղ էլ այդ ավելի կոպիտ դրսևորումները դրական։ Սա լիբերալ ֆաշիզմ է։ Ես չեմ սիրում այդ տեսակ բան խիստ բառապաշար օգտագործել, բայց որ նախ լիբերալ չի արդեն ըստ սահմանման,
լիբերալիզմի ամենակարևոր սկզբունքային հենասյուներից մեկը դա խոսքի, խղճի, ակադեմիական ազատություններն են։ Եթե դա հայտնվում է ճնշման տակ, լիբերալիզմը ընդամենը բան է, ձև է առանց բովանդակության։ Ես ավելի շատ դրա վրա կենտրոնանայի, ֆաշիզմի մասին խոսակցությունները իրականում այդ տեսակ բառապաշար օգտագործելը շեղում է իրական բովանդակության քննարկումից։ Հիմա թե ֆաշիզմ կանվանենք, թե ֆաշիզմ չենք անվանի, խնդիրն այն է, որ այդ երեսպաշտությունը բավականին ցցուն է դարձել արևմուտքի պարագայում եւ դա նկատելի է եւ հեշտ տեսանելի է եւ երկրի ներսում եւ երկրից դուրս իրենց վարած քաղաքականության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի գին է վճարելու այս համատեքստում, մենք նշեցինք, որ փաստացի հայկական կողմը սեփական կամքով դառնում է աշխարհաքաղաքական հակամարտության մաս, արդեն ավելի արտահայտիչ կերպով, եւ դրա դիմաց նույն արևմտյան կառույցները, Եվրոպական միությունը աչք են փակում Փաշինյանի ապրինություններին երկրի ներսում։ Փաշինյանի իշխանությունը մի օր չի լինելու բնականաբար, բայց Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի գին է վճարելու այս ամենի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այս բանի մեջ ներքաշվելը, այս կոնֆլիկտի մեջ ներքաշվելը Հայաստանի պարագայում երկու սցենարով կարող է զարգանալ։ Ընդամենը ես երկու հնարավոր սցենար եմ տեսնում։ Առաջինը, որ Ռուսաստանը ինչ որ պահի կարող է հակազդել։ Եթե նայում ենք Ռուսաստանի վարքագծին առնվազն 2008 թվականից սկսած, մի բան շատ հստակ է, որ նրանք նախկին խորհրդային միության սահմանները համարել են կարմիր գիծ, որից այս կողմ որևէ ռազմաստրատեգիական ներկայություն չի կարող լինել ուրիշ երկրի, ուրիշ կոալիցիաների եւ Ուկրաինայի ու Վրաստանի հետ նրանց հակամարտությունները ուրիշ պատճառ չունեին։ Դա էր հիմնական պատճառը եւ 2008 թվականի Վրաստանի հետ պատերազմի եւ 2014 թվականից արդեն Ուկրաինայի հետ հակամարտության։ Հիմա, ասենք, պատճառ չկա մտածելու, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի նման վարքագծի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում դրան ավելի հանգիստ կվերաբերվեն։ Միակ թերևս պատճառը, միակ բանը, որ կարող է տարբեր լինել այս պարագայում, գուցե Ռուսաստանը կամ այն աստիճանի հոգնած է կամ ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայում, որ այդ կարողությունը չունի մեր ռեգիոնում ավելի ակտիվ գործողություններ իրականացնելու, ավելի ակտիվորեն զսպելու Հայաստանի այս դրիֆտը, այսպես ասած, դեպի արևմուտք, կամ գուցե Ռուսաստանը բան է արել, ինչ որ բանակցային լուծում է գտել իր արևմտյան հակառակորդների հետ, այս հարցում աչք փակելու, ուրիշ զիջումներ ստանալու, սա ընդամենը բան է, այսինքն ես որևէ փաստ չունեմ այդ տեսակ պնդում անելու, բայց զուտ սկզբունքային հնարավորության տեսանկյունից եմ ասում։ Եվ այդ պարագայում, ասենք, եթե Ռուսաստանը չհակազդի եւ Ռուսաստանը հանգիստ վերաբերվի Հայաստանի այս օրիենտացիայի փոփոխությանը, այդ պարագայում մյուս հարցը պետք է տալ, թե ինչ է տեղի ունենալու մեր հետ, մեր անվտանգության հետ, եթե մենք կորցնենք այդ անվտանգության համակարգը, որի խարիսխը մեր դաշնակցային հարաբերություններն են Ռուսաստանի հետ։ Եթե դա չլինի, դրան ինչն է փոխարինելու։ Հիմա դա շատ կարևոր հարց է, որովհետև մենք նախ դեռ ունենք չլուծված հարցեր մեր հարևանների հետ։ Իհարկե իշխանությունները անընդհատ այդ շեփորահարում են այդ հաջողությունները, այդ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը, այդ խաղաղության օրակարգը, կարծես թե միայն մեզնից է կախված, թե այդ խաղաղությունը տեղի է ունենալու թե ոչ, բայց բավական է նայել Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին, Ադրբեջանում տիրող, Ադրբեջանում շատ մեծ ժողովրդականություն վայելող խոսույթին, զանազան շատ լուրջ արտահայտված մտադրություններին 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բնակեցնելու, որից հետո պատկերացնում եք ինչ է տեղի ունենալու անվտանգության երաշխիքներ, ավտոնոմիայի պահանջ,
եւ թուրքական զինուր, այսինքն դժվար է պատկերացնել, թե դա ուրիշ ինչ տեսքով է լինելու։ Այդ Ալիևը, որ ասում են տանկերով չեն գնալու, մեքենաներով են գնալու, հա, մեքենաներով գնալուց հետո լավ ոնց են պատկերացնում այդ մարդկանց վերաբնակեցումը ստեղ, նրանց այդ հարաբերությունները, նրանց անվտանգության խնդիրները, ինչ ոստիկաններ են այնտեղ վերահսկելու կարգու կանոնը, ինչ դատարաններում են դատելու ադրբեջանցիներին, այդ հարցեր են, որոնց պատասխանելը դժվար չի իրականում մի քիչ որ երկար մտածում ես։ Հա, եւ այդ ճանապարհով, այսինքն պարտադիր չի որ դա մերկ ագրեսիա լինի Հայաստանի նկատմամբ, մեխանիզմներ կան, իրենք դրա մասին բացահայտ խոսում են, բացահայտ, սողացող օկուպացիայի ինչ որ մոդել է հիմա Ադրբեջանի մտքում, խոսել են մասին, որ Ադրբեջանում էլ ինչ որ խաղաղության խոսույթ կա, Հաջիևը ինչ որ բաներ է ասել Բաքու գնացած մեր դելեգացիային հետ, Հաջիևի ասելուց հետո Ռամիլ Սաֆարովին ինչա բան տվեցին, նոր կոչում տվեցին, գնդապետի կոչում տվեցին, կարծես թե մի քիչ չեմ էլ հասկանում իրականում, թե ինչ են այդ տեսակ ճճացող բաներ անում, փաստորեն Փաշինյանին ստորացնում են դրանով եւ Փաշինյանի հակառակորդների բերանում լեզու են դնում այդ տեսակ քայլերով։ Նույնիսկ ինձ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանի իշխանությունների մտադրությունները բարի համարելը շատ դժվար է, եթե նույնիսկ դա չլիներ, այս տեսակ պատմությունից հետո, այս տեսակ հակամարտությունից հետո, այդ թարմ վերքերի պայմաններում, այդ թարմ ինչ ասեմ, փոխադարձ մեղադրանքների ու հավակնությունների պայմաններում ինչ որ անվտանգության համակարգից դուրս գալ, առանց դրա փոխարինող ինչ որ բան գտնելու, ես չեմ պատկերացնում, թե ինչով են մտածում մեր իշխանությունները, հա, եւ այն մարդիկ, որոնք համարում են, որ դրան կփոխարինի արևմտյան ինչ որ երաշխիք, արևմտյան ինչ որ գործողություններ, հա, ինչով է լցվելու վակումը։ Ոչ մի բանով։ Ես սա ասում եմ ամենայն վստահությամբ ու պատասխանատվությամբ, որևէ մտադրություն եւ հնարավորություն արևմուտքը չունի Հայաստանին տրամադրելու այդ տեսակ երաշխիքներ։ Բավական է նայել օրինակ այս վերջին Միացյալ Նահանգների այս վերջին անվտանգության փաստաթղթին, ազգային անվտանգության ամեն 4 տարին բան են անում ամերիկացիները այդ բանը խմբագրում են, նորոգում են, թարմացնում են այդ բանը, իրենց ազգային անվտանգության կոնցեպտը։ Սա ամենառադիկալ խմբագրումն է երևի Սառը պատերազմի ավարտից հետո։ Եվ այդ խմբագրման հիմնական իմաստը այն է, որ Միացյալ Նահանգները իրենց այսպես ասած ոտնահետ կփոքրացնելու են արևմտյան աշխարհամասից դուրս, ամերիկյան աշխարհամասից դուրս, արևմտյան կիսագնդից դուրս։ Եվ հիմնականում կենտրոնանալու են ուրեմն արևմտյան կիսագնդի վրա, նրանք ՆԱՏՕ-ում բան են անելու, պարտադրելու են, պահանջելու են, որ ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն, Ուկրաինայից փաստորեն ձեռքները լվանում են, առանց Ամերիկայի շատ դժվար է պատկերացնել, որ եվրոպացիները Ուկրաինայում ինչ-որ բան պիտի անեն, երբ որ նայում ես եվրոպական այդ մեծ երկրների զինուժին, նրանց ռազմական կարողություններին եւ ինչ-որ երաշխիքներ տրամադրելու են, էլ տարածքից դուրս, բավականին հեռու, ինչ-որ երաշխիքներ տրամադրելու նրանց ռազմական կարողություններին, ուղղակի ծիծաղելի են մարդկանց համար, ովքեր դրանից մի քիչ տեղյակ են։ Բրիտանական ցամաքային ուժերը այսօր մի հատ բան ունեն, զրահատանկային դիվիզիա ունեն, ընդամենը մի հատ։ Գերմանացիները խոսում են իրենց բանակը վերակազմավորելու, վերակառուցելու մասին, պարտադիր զինվորական ծառայություն, ինչ որ բյուջեն մեծացնել եւ այլն, ըստ ամերիկյան վերլուծաբան, ռազմական փորձագետ եւ նախկին եւ պաշտոնաթող գնդապետ մեզանում կարծեմ բավականին հայտնի է այդ մարդու անունը Դուգլաս Մակգրեգորը, նրա կարծիքով առնվազն 10 տարի կպահանջվի գերմանական բանակը ինչ որ տեսքի բերելու համար։ Այսօր խոսում են բանի մասին, նրանց Եվրոպայի եւ Ամերիկայի այդ ինդուստրիալ կարողությունների բավականին տխուր վիճակի մասին, որովհետեւ շատ դա նաեւ իրենց տնտեսության հետ է կապված, որովհետեւ այդ ինդուստրիալ կարողությունները իրենք սահմանափակել են հիմնականում հենվելով Արևելյան Ասիայում իրենց գործընկերների վրա
եւ ասենք նույնիսկ ապշեցուցիչ է, որ Ռուսաստանը մենակ շատ ավելի շատ կարողություն ունի հրետանի ու հրետանային արկեր արտադրելու, քան ամբողջ ՆԱՏՕ-ն միասին վերցրած։ Այսինքն որ նայում ես այս թվերին, նայում ես այս տրայեկտորիային, այս վիճակին, նույն Եվրոպայի տնտեսական խնդիրներին, Ամերիկայի տնտեսական խնդիրներին եւ այն փաստին, որ փաստորեն Ռուսաստանի հետ Ռուսաստանի նկատմամբ նրանց քաղաքականությունը, այն պրոյեկտը, որ նրանք ունեին Ուկրաինայի պարագայում, կատարելապես ձախողվել է, ոչ միայն նրանք չկարողացան Ռուսաստանին ծնկի բերել, այլ նրանք ցույց տվեցին, այս պատերազմով հնարավոր դարձավ բոլորի համար տեսնել, որ կարող է ինչ-որ երկիր դիմադրել արևմուտքին, տնտեսական սանկցիաներին, նույնիսկ այդ դոլարը շրջանցել եւ այլն, եւ տնտեսական կռախի չմատնվել։ Ու այդ համագործակցությունը Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, Հնդկաստանի շատ համարձակ դիմադրություն արևմուտքի ճնշումներին, որովհետեւ Հնդկաստանը ամենաշատ ճնշումներին ենթարկվեց Ռուսաստանի հետ իր հարաբերությունների պատճառով, այդ BRICS-ը մի խոսքով, այս ամեն ինչին նայելուց հետո մտածել, ենթադրել, որ մենք կարող ենք հույս դնել արևմուտքի անվտանգության երաշխիքների վրա, արևմտյան ռազմաքաղաքական այդ ինստիտուտների մեջ ներգրավվելու վրա, ես չգիտեմ ինչի հիման վրա կարող են մարդիկ նման եզրակացություններ անել։ Եվ վակուումը կլցվի Թուրքիայով թե Ադրբեջանով։ Մեծ տարբերություն չկա իրականում, բայց ինձ թվում է ավելի մեծ հետաքրքրություն Ադրբեջանն ունի այստեղ։ Նույնիսկ, ասենք, ես համարում եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև որոշակի ինչ-որ տարաձայնություններ կան, թե ինչ աստիճանի կոշտությամբ կարելի է վարվել Հայաստանի հետ, երբեմն Թուրքիան նույնիսկ մեղմիկ ինչ-որ հորդորել է ավելի բարի ոստիկանի ինչ-որ կերպար է ստանձնել, բայց մեծ հաշվով տարբերություն չկա եւ նորից եմ ասում, եթե նույնիսկ Թուրքիան ինչ-որ առումով, ասենք, կուզենար Ադրբեջանի ավելի մեղմ վարքագիծը տեսնել, այնպես չի, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանի դեմ կոշտ քայլեր անելու, որպեսզի նա իր քաղաքականությունը փոխի։ Իսկ քաղաքականությունը բավականին հստակ ուրվագծվում է, բավականին հստակ տեսք ունի, նրանց խոսույթը չի փոխվում, այդ պահանջները բանից հետո նույնիսկ պայմանագիրը եթե ստորագրվի ու ռատիֆիկացվի, նրանք բացահայտ պարզորոշ հայտարարում են արտգործնախարարի մակարդակով, տարբեր դեսպանների մակարդակով, որ խաղաղության պայմանագիրը չի սպառում Հայաստանի նկատմամբ ունեցած իրենց հավակնություններն ու պահանջները։ Սահմանադրության փոփոխություն, Զանգեզուրի միջանցք, ադրբեջանցիների վերադարձ, կոմպենսացիայի մասին խոսակցությունները մի քիչ բան են եղել, մեղմացել են այս վերջին շրջանում, նաև պայմանագրի մեջ ինչ-որ կետ կա փոխադարձ այդ հայտերից հրաժարվելու եւ այլն, բայց դրա մասին էլ այդ խոսակցությունն էլ կարող է վերականգնվել մի օր, եթե հայերը ինչ-որ սկսեն դիմադրել ինչ-որ բանի, եթե ինչ-որ վարքագիծ նրանց դուրս չգա, նրանք կարող են դա էլ դարակներից անել ի վերջո, ոչինչ նրանց չի զսպելու։ Ու այս պայմաններում, այս հակամարտության պայմաններում Ադրբեջանի հետ խոսույթի պայմաններում, ուժերի հարաբերակցության այս պայմաններում նման ռիսկի գնալ առանց լուրջ ալտերնատիվներ ունենալու, ես կարծում եմ, սա խելահեղություն է ուղղակի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքագետ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։